Նախորդ անգամ հայ առաքելական եկեղեցին պարակտվել էր 1956 թվականին։ Պատճառներն էին Սառը պատերազմը, խորհրդային Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունների բարդությունները, ինչպես նաև մեր ավանդական կուսակցությունների դիրքորոշումը, հատկապես Դաշնակցության։ Հիմա մենք կանգնած ենք նոր պարակտման եզրին։ Պատճառները կարող են երկուսը լինել։ Նախ Հայաստանի ներկայիս ղեկավարի խորը հոգեկան խնդիրները, եւ երկրորդը գուցե ճիշտ են այն մարդիկ, որ այդ ղեկավարը կատարում է որոշակի արտաքին ուժերի պատվերը։ Բոլոր դեպքերում, եթե հեղաշրջումը հաջողվի, ապա ինձ համար եւ ենթադրում եմ տասնյակ հազարավոր մարդկանց համար Հայաստանում եւ հատկապես Սփյուռքում ընդունելի չեն լինի նիկոլական կաթողիկոսը եւ նիկոլական հոգեվորականները։ Բայց պետք է ճշմարտությանը պարզ աչքերով նայել եւ ընդունել, որ կան տասնյակ հազարավոր մարդիկ, հատկապես Հայաստանում, որոնց այդ ամենը դուր է գալիս։ Հետևաբար մենք լինելով հայ առաքելական, մենք գնալու ենք տարբեր եկեղեցիներ եւ այդ իրավիճակը կարող է տևել տասնամյակներ։ Թե ով է դրա մեղավորը, ով է դրա պատասխանատուն, ես արդեն ասացի։